Տիկին Յոլյան, մինչև հարցս կհնչեցնեմ, ուզում եմ անդրադառնալ Զարուհի Բաթոյանի հարցին ձեր պատասխանը։ Դուք ասացիք բնականաբար ես դատապարտում եմ բռնությունը եւ խտրականությունը, բայց նախ այդ բայցը ինչ համար շատ զարմանալի էր ու շարունակությունը անգամ հետո լսեցի ձայնագրությունը, այդ բանին էլ չհասկացա, ձայնագրությունից հետո էլ չհասկացա, խնդրում եմ փոքր մեկնաբանեք, այնտեղ խոսում եք պետք է լինեն սահմաններ, ուղենշեր, կրոնական համոզմունքների հետ կապված, մեր ազգային առանձնահատկությունների հետ կապված, Տիկին Յոլյան, եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա ինձ համար բռնությունը եւ խտրականությունը կրոն չեն ճանաչում, ես չեմ պատկերացնում մի կրոն, որը խրախուսի կամ ազգային ոնց եք ասում առանձնահատկությունը արդարացնի բռնությունը կամ խտրականությունը։ Խնդրում եմ, եթե սխալ եմ հասկացած, ուրախ կլինեմ, որ սխալ հասկացած լինեմ, խնդրում եմ մեկնաբանեք։ Իսկ ինչ վերաբերվում է հարցին, Տիկին Յոլյան, ձեր հետ կապված քրեական գործի հետ կապված եմ ուզում հարցնել, ինչքան էլ որ դուք անդրադարձաք այդ հարցին, փորձեցիք քաղաքական հայացքների հետ կապել, ինչը բնավ այդպես չի։ Խնդրում եմ, ես նայեցի ձեր քրեական գործը, վերաբերում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում, խնդրում եմ փոքր մանրամասնեք, ինչ չափի գումարների մասին է խոսքը գնում։ Շնորհակալություն։ Սիրով, շատ շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ինչ վերաբերում է, նորից եմ կրկնում, որևէ բռնություն եւ որևէ խտրականություն հասարակության մեջ անընդունելի է։ Երբ որ ասում եմ բայց, նշանակում է օրինակ որոշ դեպքերում, երբ որ մենք երեք էլ խոսեցինք ֆեյքերի մասին, չեմ ընդունում, երբ որ այդ հնարավորությունը օգտագործվում է, օրինակ խոսքի ազատության համատեքստում մարդուն հասցնել անձնական վիրավորանք եւ սերմանել ատելություն, բայց փաթեթավորել խոսքի ազատություն ձևակերպման ներքո։ Չեմ ընդունում, երբ որ դուք խոսում եք ժողովրդավարությունից, բայց գնում եք ուղիղ բռնապետություն։ Դա չեմ ընդունում, բայցը վերաբերում է դրան։ Մենք չենք կարող մեր երկրում ամեն օր խոսել ժողովրդավարությունից, բայց նախընտրական շրջանում, Տիկին Երեմյանն այստեղ չի, նորից նույն օրինակը բերեմ։ Նույն դպրոցներում աշխատող մանկավարժին հասարակության մտավոր էլիտային հասցնել այն աստիճանի, որ մարդիկ չկարողանան իրենց քաղաքական կարծիքը արտահայտել։ Ես մի քանի օր առաջ էլ ասեցի, որ Հայաստանի բանտերում աշխարհում երևի սա բացառիկ երևույթ է հիմա մեր ժամանակներում, երբ որ բոլոր կալանավորները գիտնականներ են, հեղինակավոր մարդիկ են, փորձագետներ են։ Այո, ռազմական ոլորտում բացառիկ հաջողության հասած մարդիկ են։ Կապ չունի, որ դուք կարող եք վարկաբեկել, բացարձակապես։ Ես միշտ ասում, եթե Կոմիտասը հնարավորություն ունենար մի հրաշքով 10 րոպե այս ամբիոնին կանգներ, ձեր ձեռքին եւ 10 րոպե հետո նորից խելագարվելու էր։ Վարկաբեկման ինստիտուտը շատ լավ եք աշխատեցնում, հրաշալի եք աշխատեցնում։ Ցանկացած մարդու մենք այստեղ ականատես ենք եղել ձեր մասնակցությամբ, ինչպես են ծաղրում Հիսուս Քրիստոսին։ Վաղը մյուս օր կարող եք ասել Մեսրոպ Մաշտոցը գրագողությամբ է զբաղվել։ Շատ լավ աշխատում է վարկաբեկման ինստիտուտը։ Տեղից մի արձագանքեք, հարգելի գործընկերներ, եւ լռեք։ Ավարտեցիք, Տիկին Յոլյան։ Հա, բայց ձեր հարցին չհասցրեցի պատասխանեմ, արձագանքից հետո։ Հեռունեք ժամանակ, Տիկին Յոլյան։ Հա, ունեմ ժամանակ, կներեք։ Ինչ վերաբերում է իմ քրեական գործին, վատնում եմ կատարել հանրային միջոցների պարագայում։ Դուք ուսումնասիրել եք իմ քրեական գործը։ Դուք գիտեք, որ ես աշխարհում միակ մարդն եմ, ում վրա քրեական գործ են հարուցել նրա համար, որ ինքը համարձակություն է ունեցել ստորագրել մի որոշում, որով սահմանը պահող գյուղացիները, Որոտան գյուղի բնակիչները, ստացել են 20,000 դրամ, որովհետև դուք այդ ժամանակ, երբ որ փակել եք Գորիս-Կապան ճանապարհը ձեր իշխանության օրոք, երբ որ ջրի խնդիր է առաջացել, դուք տեղյակ եք, որ այդ գյուղում մի քառակուսի մետր հող չեք թողել։ Իդեպ մի հատ քրեական գործ էլ կարող եք հարուցել, որ 5 տարի շարունակ դուք դրանից որևէ տեղեկություն չունեք։ Իմ անձնական նախաձեռնությամբ ամբողջ գյուղում անասնապահությամբ զբաղվող մարդիկ ստանում են անասնակեր, որպեսզի անասնագլխականակը իսպառ չվերանա։ Ու ինձ մեղադրում է մի իշխանություն, սահմանը պահող
գյուղացուն դրամական աջակցություն տալու համար, Գյուլիան, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար։ Հիմա հարց եմ տալիս. Տիկին Յուլիան, ժամանակ։ իմ արած գործառույթն է հանցագործություն, Տիկին Յուլիան։ թե ձերը, որ պետական գանձարանը պարզապես կողոպտում եք։ Խնդրեմ, Տիկին Պողոս։ Շնորհակալություն պատասխանելու համար։ Տիկին Յոլյան, ինչ վերաբերվում է առաջին Շնորհակալություն Տիկին Յոլյան, ինչ վերաբերվում է հարցի առաջին մասին, ելի ինձ համար անհասկանալի է, ես դեմ եմ բռնության եւ խտրականությանը, բայց իսկ ինչ վերաբերում է թիրախավորելուն, հավատացեք, Տիկին Յոլյան, մեզ ընտրողներին, մեր ընտրազանգվածին, մեր համագիրներին, ձեր քաղաքական թիմից ավելի շատ ոչ ոք չի թիրախավորել։ Բավականին շատ, ու այդ ընդհանուր մենք էլ ենք շփվում մարդկանց հետ, այդ թիրախավորումները մարդիկ շատ դեպքերում վախեն, իշխանությունները վախենում են, ասեն, որ մեզ են սատարում, որ թիրախավորումներ ու ֆեյքերից խնդրում եմ դուք գոնե մի խոսեք, Տիկին Յոլյան։ Ինչ վերաբերվում է շատ սիրուն եք ներկայացնում, բայց միգուցե դա համընկնելային ժամանակաշրջանի հետ, որ ընտրություններ են եղել, խորհրդարանական 21 թիվն է եղել, դուք սատարել եք Հայաստան դաշինքին։ Միգուցե համընկել է, թե չի համընկել։ Եվ նաև ուզում եմ խոսել, շատ խոսեցիք 2020 թվականի պատերազմի մասին, Տիկին Յոլյան, այսինքն մեր իմ կյանքը բաժանվում է մինչև պատերազմը եւ պատերազմից հետո, բոլորս էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ, բայց երբեք դա չենք հանրայնացնում, չենք շահարկում, բայց ինձ հետաքրքիր է մի հարց կներեք, պարոն Ալեքսանյան, օրինակ դուք ձեր քաղաքական թիմի ղեկավարը, երբ պատերազմի օրերին հայտարարություն էր անում երկու կողմերին գնալ բանակցային սեղանի շուրջ։ Դուք ինչպես եք վերաբերվել այդ հայտարարությանը ու հետո այդ քաղաքական հայտնվել, շնորհակալություն։ Ընտրությունների մասին խոսեցիք, այսինքն արդյոք դա համընկել է։ Այդ մասով քրեական գործ հարուցված է եղել ոչ իմ անձի հետ կապված եւ արդարացվել է։ Ես իրավաբանական տերմիններով չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ձեր այդ վարկածը բացառվում է, բայց այդ ձեր տեխնացուն, Թալինի տեխնացուն, Թալինի համայնքապետի տեխնացուն, ով որ եթե չեմ սխալվում 10 միլիոն դրամ նախընտրական շրջանում սոցիալական աջակցություն էր բաժանում եւ ոչ միայն ինքը։ Այդ դա իհարկե նույնց եմ ասում, այս դեպքում իրավապահ մարմինները խուլու համարել լինելու, չեն տեսնելու, չեն լսելու, ձայնագրություններ մենք չենք տեսնելու բացարձակապես, նույնիսկ արձանագրված փաստը քրեական գործի առիթ չի դառնում։ Խոսքը սրա մասին է։ Եվ դուք հիմա ամեղության կանխավարկածը խախտելով, այսօր խոսում եք նրա մասին, որ ես համարձակվել եմ ունեզրկված, ընդ որում ձեր իշխանության կողմից ունեզրկված գյուղացուն մի որոշում ստորագրեմ, որ այդ սոցիալական ծանր վիճակում ստանա 20,000 դրամ։ Տիկին Յոլյան, ավարտեք։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դահլիճում լռություն, առաջինը, երկրորդը խնդրում եմ հարցերը ըստ էության, երրորդը խնդրում եմ պատասխանները եւս ըստ էության։